Վերջին զանգ հեռուստասերիալում Հենդոն վերադառնում է Բագրատի տանից Ֆայնայի հետ, սակայն Բագրատը համոզում է Անետին մնալ իր մոտ։ Ֆայնան Ալբերտի մահվան լուրից ցնցված է, զանգում է Անետին խնդրելով վերադառնալ, բայց Անետը մնում է Բագրատի մոտ։ Այս պահը կարող է փոխել ուժերի բաշխվածությունը ընտանիքում։ Հնարավոր է Բագրատը փորձում է շահել Անետի վստահությունը իր ծրագրերն առաջ տանելու համար։ Իսկ Մերին վերադառնալով տուն անտարբեր խոսում է Սեմի հետ, ասելով, որ Անգելինան բարձր ջերմություն ունի։ Մերիի խոսքերից զգացվում է սառնություն եւ անգամ չարախնդություն։ Արդյոք սա միայն Անգելինայի կողմից Սեմին մերժելու հետևանք է, թե Մերին իրականում ավելի խորը ատելություն է տածում նրա հանդեպ։ Սեմը, չնայած իր քույրիկի խոսքերին, խիստ անհանգստացած է Անգելինայի համար։ Հնարավոր է նա փորձի գնալ Անգելինային տեսնելու։ Այս ընթացքում Հենրին վերադարձած ոստիկանությունից փորձում է հասկանալ, թե ով կարող էր սպանել Ալբերտին։ Հալալը, ինչպես միշտ, փորձում է հանգստացնել նրան, ասելով, որ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն Հենրին, կասկածելով Հալալի վրա, շատ կոպիտ է արձագանքում, նշելով, որ երբ ազատվի, կզբաղվի նաև Հալալի հարցերով։ Հենրին կասկածում է, որ Հալալը ինչ-որ բան է թաքցնում կապված այն անծանոթ աղջկա հետ, ով հայտնվել էր իր անկողնում, եւ այդ պահին Հենդոն, ասես ամեն ինչից տեղյակ, մտնում է սենյակ ու խառնվում խոսակցությանը։ Հենրին ապշած հարցնում է պապիկին, թե որտեղից նա գիտի այդ ամենի մասին։ Հենրին դեռ չի պատկերացնում, որ իրականում հենց Հենդոն ու Միքոն են տվել գումար Հալալին կազմակերպելու համար, որ այդ աղջիկը հայտնվի իր անկողնում։ Ինստագրամում տարածված կադրերը եւս շատ հետաքրքիր են։ Մի տեսարանում Հենրին գնում է Հալալի տուն եւ լավ ծեծի ենթարկում նրան։ Հնարավոր է Հենրին իմանում է, որ հենց Հալալն է կազմակերպել այդ ամենը, Միքոյի ու Հենդոյի հրամանով։ Եթե Հենրին իմանա ճշմարտությունը, ապա կարող է վերջնականապես դուրս գալ Միքոյի ու Հենդոյի ազդեցությունից։ Ալբերտի սպանության գործով էլ Հենրին ու Միքոն նորից հայտնվում են ոստիկանությունում հարցաքննության համար։ Հենդոն եւս գնում է նրանց հետ, որպեսզի մենակ չթողնի։ Այս պահը ցույց է տալիս, որ Հենդոն փորձում է վերահսկել իրավիճակը եւ թելադրել իր կանոնները։ Այդ ընթացքում Աննային զանգում են ու տեղեկացնում, որ իր որդուն եւ ամուսնուն տարել են ոստիկանություն։ Աննան ապշած է, իսկ Անգելինան վատառողջ լինելով այնպես է ազդվում այդ լուրից, որ ուշագնաց է լինում, քանի որ նա ներկա է լինում այդ հեռախոսային խոսակցությանը։ Աննան ու Անգելինան շտապում են ոստիկանություն։ Հենրիի համար շոկային է լինում դուրս գալ շենքից եւ Անգելինային տեսնել այնտեղ, ինչը նոր հուզումներ է առաջ բերում։ Իդեպ, Ալբերտի սպանության գործով Ֆայնային նույնպես կանչում են հարցաքննության։ Հենց այդտեղ էլ նա ծանոթանում է Սեմի հետ։ Հնարավոր է նրանց միջև սիրային գիծ սկսվի։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Ֆայնայի ու Սեմի սիրային պատմությունը կարող է փոխել սյուժեի ընթացքը, իսկ Մերին դառնացած Անգելինայի հանդեպ կարող է փորձել խանգարել եղբորն ու Ֆայնային իրենց հարաբերություններում, քանի որ Ֆայնան Հենրիի քույրն է։ Անետն էլ չիմանալով ընտանիքի խառնաշփոթի մասին որոշում է մնալ Բագրատի մոտ։ Նա տեղյակ չէ, որ հիմա իր ժամանակը ոչ ոք չունի, բոլորը շատ խառն են, ու մտածում է, որ իրենով ոչ ոք չի հետաքրքրվում։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Ֆայնայի ու Սեմի միջև սիրային գիծը կարող է իրականանալ։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ եկեք միասին փորձենք հասկանալ, թե ինչ կլինի հետո։ Շնորհակալություն այս տեսանյութը դիտելու համար եւ մենք կսպասենք ձեր մեկնաբանություններին ու կանխատեսումներին։ Ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորիդ, ուրեմն հետևորդներիցս մեկը մի հարց է գրել, թե արդյոք ես ու իմ վերջի զանգ հեռուստասերիալի Սեմ կերպարը իրար նման ենք, թե չէ, ասեմ ձեզ, չէ, հետ չէ, նման չենք իրար, կամ լավ, ինչ-որ առումներով նման ենք, ինչ-որ առումներով ոչ, ուրեմն ինչով նման չենք իրար։ Օրինակ ես իմ տեսակով շատ տաքարի ունեմ, բռնկվող եմ, կարամ միանգամից հունից դուրս գամ, տենց քռիվների մեջ ընկնեմ, մի խոսքով հասկացեք, իսկ Սեմը չէ, ինքը ավելի հանգիստ, ավելի զուսպ տեսակը, ավելի կշռադատված է հարցերին նայում։ Այդ առումով նույնիսկ Սեմին նախանձում եմ, որովհետև կուզեի, որ ես էլ մի քիչ այդպես լինեի։
Իսկ ինչով կվենք նման, օրինակ ազնվությամբ մի քիչ զգամ էլի։ Հա, այդ առումով միամտությամբ ազնվությամբ ես էլ եմ մի քիչ տենց Սեմին նման։ Բայց ընդհանուր Սեմի կերպարը շատ եմ սիրում, անկեղծ շատ լավ կերպար է, շատ լավ տղամարդու կերպար է, Ուզեք չուզեք հանգիստ չեմ թողել ձեր Հենրիին։ Ասենք ես էստեղ ինչ Անգելինա։ Ես Անգելինաս եւ Հենրին նկարում ենք թրենդ ես գոնե։ Ես եմ սկսում թելու։ Հա։ Հա, ես եմ սկսում թելու։ Ես գոնե խաղ ժամանակ չեմ սկսում թել։ Ես գոնե պատվով կատարած չեմ ծիծաղացնում։ Ես գոնե շատ բարձր տրամադրությամբ ու բարձր Ինչու դրանից 5 անգամ տրամադրություն։ Ես գոնե միշտ կապ չունի ռեկ չի, հեռախոսով չեմ խոսում։ Տարբեր գործնական հարցերով։ Հոգնում եմ։ Ես գոնե տեքստ անցնելու ֆլաշտարկում չեմ գալի ասում 5 անգամ արի տեքստ անցնել, որ տեքստը կապի գիտեք, այն 10 անգամ անցնում եմ։ Ես գոնե տեքստ չեմ կարդում, դա ամենը կարդում։ Ինչու պետք է ես ասեմ, ու ինքնելից հակառակն եմ կարդում։ Ես արաններ կա չէ, որ ձեռքից ստանում եմ։ Ես գոնե ինչքան ուժ ունեմ այդ տեսաններում չեմ սովորաբար ինքնար չեն անում, թե լյովս եմ ինձ բրտած։ Վերջ։ Թե չէ, թե ունես էլի։ Ես ասեի քրոջ ջան, վաքսված եմ, ոյք, ինչի ես նորից առանց մեյքա։ Գիտեք հեշտ է, քնելու տեսարան ենք նկարում, և այդ պատճառով ես իմ ամբողջ մեյքափը մարժեցի, չհաշված նրան, որ հետո հաջորդելու տեսարան, որտեղ ես full մեյքափ։ Նենց որ не надо так критиковать, вы знаете? Բարի երեկո, չէ, չեք սխալվել։ Սեմ, Աշոտը վերջապես որոշեց 7 տարի անց սակրվել ու դառնալ Սեմ։ Այդը, գիտեք վերջին ժամանակ, նա գրեթե տեսնել ինչ կարծիք ունի կերպարի Սեմի մասին։ Մենակ առանց այդ տրիկոն վարդել։ Մենակ առանց այդ տրիկոն վարդել։ Չնայած որ դու ասես ալբամ կոշտում եմ։ Անայդ ջան, ինչ որդի։